Ողջույն, գործարար ալիքի եթերում միքս մարքեթինգն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր թեմայի մասին, խոսելու ենք մանկական ճամբարների, սակայն խոսելու ենք ոչ միայն ճամբարի, այլ այն փորձառության, ծնողների ընտրությունների, ծնողների վստահության, առհասարակ վարքագծի փոփոխությունների մասին։ Թեմայի շուրջ խոսելու համար հրավիրել եմ Գուգարք մանկական ճամբարի մենեջեր Լիլիթ Խանամիրյան, ողջույն Լիլիթ։ Ողջույն Գայանե։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել այստեղ։ Նմանապես։ Հիասքանչ է, ինչպես ես։ Շատ լավ, սպասումներով նոր ամառային սեզոն մոտենում է արդեն, այո։ Մոտենում է եւ գործերը շատ են, մենք էլ անհամբեր սպասում ենք նոր երեխաների, նոր սեզոնի ու նոր նախապատրաստական։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մեր ռադիո լսողներին եւ դիտողներին նախքան բուն հարցերին անցնելը մի փոքր պատմենք Գուգարք ճամբարի մասին, երբ է առհասարակ ստեղծվել, ինչ պատմություն ունի, նոր արդեն ես կանդրադառնամ իմ հարցերին։ Մեր ճամբարը հիմնադրվել է դեռևս 1958 թվականից հենց այդ վայրում, սակայն ճամբարը որպես այդպեսին, Գուգարք ճամբարը որպես այդպեսին դեռևս 36 թվականից իր գործունեությունը իրականացրել է։ Ճամբարը եղել է երկաթգծի ճամբարը, հիմնված երկաթուղայինների երեխաների հանգստի համար, եւ քանի դեռ ինքը հիմնական վայր չի ունեցել, Լոռու մարզի տարբեր վայրերում իրականացվել է ճամբար։ Սակայն մի գեղեցիկ օր, երբ որ հայտնաբերվեց այդ հրաշք ձորը վայրը, երկաթգծի ղեկավարները հենց որոշեցին այդտեղ հիմնել Գուգարք մանկական ճամբարը եւ արդեն 60 եւ ավելի տարիներ ճամբարը նույն վայրում, նույն գեղեցիկ ավանդույթներով շարունակում է իր գործունեությունը եւ զարգանում է իհարկե։ Կարծում եմ Գուգարքը շատերի համար արդեն պարզապես ճամբար չէ, այլ մանկության հիշողություն, ինչպես տեսանք, բավականին տասնյակ տարիներ գործում է։ Ինչն է հիմնական գաղափարը, երբ սկսվել է կառուցվել ճամբարը, միջավայրը։ Դե այն ժամանակներում պիոներական ճամբարը դա սովորական երևույթ էր, ինչպես դպրոցը, մանկապարտեզը եւ այլ սոցիալական նման ինստիտուտներ եւ հենց հիմնական գաղափարը երեխաների համար լավագույն հանգիստը կազմակերպելն էր։ Երկար տարիներ դա հենց այդպես շարունակվում էր որպես պետական կառույց, սակայն եկավ մի պահ, բոլորս գիտենք այդ ժամանակները, յուրաքանչյուր նման կառույց գնում էր սեփականաշնորհման եւ բարեբախտաբար մեր ընտանիքը, ով հենց ամենասկզբից կանգնած էր ճամբարի հիմքերում, կարողացավ սեփականաշնորհել եւ մեր կարևոր նպատակը դրան գնալու, որովհետև մենք միտում չունեինք ունենալ սեփական ինչ-որ բիզնես։ Սակայն ամենակարևոր բանը նա էր, որ կարողանանք փրկել ճամբարը եւ պահպանել ճամբարը։ Եվ կարծում եմ, որ դա մեզ մոտ հաջողվել է եւ մենք սերնդեսերունդ շարունակում ենք դա իրականացնել, փոխանցել, ինչու՞ չէ, որովհետև անձամբ ինձ համար մի փոքր էմոցիոնալ եւ սենտիմենտալ կարող է հնչի, բայց ինձ համար ճամբարը դա պատգամ է տատիկիցս եւ պապիկիցս փոխանցված, որը ես չեմ պատկերացնում, ինչպես իրենք չեն ունեցել կյանք առանց ճամբարի, նույն կերպ ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց ճամբարի։ Շատ լավ, ես առհասարակ այն մտքին եմ, որ երեխաներին ուղղված ծառայությունները ամենաբարդերից են եւ այս դեպքում բացի նրանից, որ պետք է երեխաների համար ապահովել հետաքրքիր միջավայր, մենք գործ ունենք ծնողների անհանգստությունների, պահանջների եւ շատ տարբեր, էմոցիաների հետ։ Ինչպես եք հաղթահարում սա, որն է առհասարակ այս գործընթացի ամենաբարդ պահը։ Թերևս դա ամենաբարդն է ծնողների հետ հարաբերվելը։ Ես միշտ ասում եմ ծնողներին, որ քանի որ մենք ունենք երկար տարիների փորձ եւ երբ շեշտում են 60 եւ ավելի տարիներ, շատերը քմծի ծաղով ասում են, հա, ասենք թե ճամբարը կա, բայց դուք էլ հո չկաք։ Իրականում հենց մենք էլ կանք, իմ ծնողները, տատիկը, պապիկը եւ մենք գործը շարունակողները բոլորը այդ միջավայրում կարելի ասել ծնվել են եւ շարունակել են իրենց կյանքը եւ գործունեությունը եւ վստահաբար ասում եմ, որ մասնագիտացված է ճամբարը որպես երեխաների ծառայություններ մատուցող կառույց եւ ծնողներին մշտապես ասում ենք, որ մենք առաջինն ենք զգում այդ տարբերությունը երեխաների սերունդների փոփոխության եւ դա առաջի հերթին զգում ենք հենց ծնողներից
որովհետև հիմա ոչ թե ծնողները չեմ կարող ասել, որ պահանջկոտ են, որովհետև ծնողները միշտ պահանջկոտ են այն ամենի վերաբերյալ, ինչը իրենց երեխաներին է ուղիղ կապ ունի երեխաների հետ, բայց ավելի շատ ծնողները անվստահ են կամ գուցե շատ ավելի շատ ծնողներն են կապրիզներ ցուցաբերում, քան երեխաները, որովհետև մինչև երեխան գալիս հասնում է քեզ մոտ, շատ ավելի հեշտ է երեխաների հետ համար զբաղմունք ստեղծել, հետաքրքիր դարձնել, բայց համոզել ծնողին, որ երեխային հենց դա է պետք, այդտեղ դժվար է։ Ծնողը առաջին հերթին մոտենում է ճամբար հարցին ավելի ենթակառույցների իմաստով, ավելի սանիտարահիգիենիկ եւ պայմանների իմաստով կամ սնունդի իմաստով, որը բաց է մնում երեխաների համար ծնողի կողմից։ Այսինքն ծնողը առաջերտին ինքը պիտի պատմի իր երեխային ինչա ճամբարը, ծնողը պիտի կիսվի իր էմոցիաներով, իր փորձով, այդ ամեն ինչով, որպեսզի երեխան ճիշտ քայլ անի ճամբար գալուց։ Ոչ թե փնտրեն չգիտեմ ինչ պայմաններ, բարձրակարգ, չգիտեմ սպասարկում, այլ հենց փնտրեն էմոցիաներ, հիշողություններ, արժեքներ եւ այդ կարճ օրերի ընթացքում բաց չթողնեն ոչ մի վարքյան, որ լավ հիշողություններով վերադառնան, որովհետեւ մենք շատ հաճախ ենք հիմա շեղվում ոչ այդքան արժեքավոր բաների վրա։ Ես իհարկե չեմ ասում, որ սանիտարահիգիենիկ պայմանները կամ շենքերը կամ կարևոր չեն, բնավ, ուղղակի երբ որ դու հենց այդտեղ եղել ես ամենասկզբից, երբ որ այն ժամանակներում չկային շենքի մեջ սանհանգույցներ, դրսում էին դրանք եւ երեխաները գիշերը դուրս էին գնում, դրսում էին գնում զուգարան եւ այլն, այդ ամեն ինչ այնքան մեզ համար սովորական է եղել, որ հիմա մեր զուգարանը ուղղակի սելֆի անելու զոնա է շատ երեխաների համար։ Այսինքն տեսնել դրա մեջ խնդիր իմ համար մի փոքր անսովոր է, որովհետև ես այդտեղ այդ ամեն ինչով անցել եմ եւ կարողանում եմ հիմա փառք Աստծո կարողանում եմ հիմա իմ երեխաներին շատ ավելի ճիշտ արժեքներ տալ, քան ուշադրություն դարձնել որոշակի անհարմարությունների վրա։ Ձեր կարծիքով հենց դու նշեցիր, որ էմոցիոնալ ֆակտոր կա աշխատանքի մեջ, վստահ եմ չի կարող չլինել, բայց այս աշխատանքում դուք ավելի շատ ձեր ընտանիքը ավելի շատ սիրով եք աշխատում էմոցիաների հիման վրա, թե ավելի sense համակարգված մոտեցում է, տատիկից փոխանցված։ Բնականաբար առաջին հերթին կնշեմ էմոցիաները եւ սերը, որովհետեւ առանց դրա չէր կարող ուղղակի ստացվել այսպես եւ այսպիսի արդյունք չէին կարող ունենալ, եթե չլիներ սերն ու էմոցիաները։ Կլիներ ուղղակի գեղեցիկ բիզնես պրոյեկտ, որը շատ լավ աշխատում է։ Եվ առանց սիրո էմոցիաների մեր ընտանիքն էլ հաշտ ու համերաշխ չէր լինի գործի մեջ, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր կարծիքը։ Եվ առանց նաև համակարգված աշխատանքի անհնար կլիներ պատկերացնել, որովհետև այդ պարագայում արդեն կարող էր տուժել նաև ընտանիքը եւ ընտանիքի հարաբերությունները, եթե չլիներ լավ մենեջմենտ։ Ես միշտ ասում եմ, որ թեպետ տատիկը չի ունեցել մենեջերի, ղեկավարի կրթություն, չնայած ինքը ամբողջ կյանքում որպես ղեկավար է աշխատել, ունեցել է մանկավարժակ կրթություն, բայց հենց իր ղեկավար լինելու ձիրքն է, որ պահել եւ պահպանել է ճամբարը եւ փոխանցվել է մեզ եւ հենց դա ենք մենք ժառանգել, ճիշտ կառավարել, ղեկավարել եւ շարունակել։ Իմ համար սերնդեսերունդ փոխանցված այս աշխատանքը իրականացնելու, ընտանեկան աշխատանքը իրականացնելու մեծագույն բարդությունը դա delegate անելն է եղել, որը որ պետք էր տատիկը կարողանար ժամանակին դա պատվիրակել։ Բնականաբար այդ սերունդի հետ աշխատելը հենց դժվարությունը այդտեղ պիտի լիներ, որ կարողանայր բացատրել ժամանակների փոփոխություն, պահանջների փոփոխություն, աշխատանքի ֆորմատի փոփոխություն, կարծում եմ, որ դա էլ բարեհաջող կատարվել է, փոխանցվել է ծնողներիս, իր երեխաներին այդ աշխատանքի փոխանցումը եւ հիմա էլ ես ուրախ եմ, որ մեր ծնողները, տատիկիս զավակները ունեն այդ վստահությունը մեր հանդեպ եւ մենք կարողանում ենք
ժամանակի եւ աշխատանքի ճիշտ այդ ջիղը բռնած շարունակել աշխատանքը։ Այսօր ընտանեկան բիզնեսի գաղափարը նաև տրենդային է եւ շատ բիզնեսներ, եթե նույնիսկ այդպեսին չեն, փորձում են այդպես Երևան, ինչպես է ստեղծվում իրական ջերմությունը, այլ ոչ թե այսպես փաթեթավորված, հա, որպես մարքեթինգային քայլ տրամադրում, որտեղ է դա երևում։ Ես էլի կվերադառնանք էմոցիաներին, որ դա հենց հիմքը սերն ու էմոցիաներն են եւ վերջապես հենց այդ հիմնադրումն է, որ ժամանակին, երբ որ դա պետական աշխատանք էր եւ մեր մեծ ծնողները հենց պետության կողմից նշանակված մանկավարժներ եւ տնօրեններ էին, դա հենց պետական աշխատանք էր, բայց այստեղ եթե չլիներ սերը ճամբարի երեխաների եւ կատարած աշխատանքի հանդեպ, դա չէր դառնա ընտանեկան։ Եվ առաջին մտնողը, երբ որ մտնում է ճամբար, շատ է եղել այդ արտահայտությունը, որ ասում են սեր կա, այս օդի մեջ սեր կա։ Եվ դա շատ զգացվում է եւ մեր ընտանիքից յուրաքանչյուր անձ հստակ գիտի իր պարտականությունները, հստակ գիտի իր անելիքները, իր ունակությունների սահմաններում եւ մենք բոլորս գիտենք, որ մեզանից յուրաքանչյուրի բացակայությունը հստակ նկատելի կլինի ճամբարի աշխատանքի մեջ։ Եվ էլի վերադառնամ այդ delegate անելու ֆակտորին, որ այնքան գործեր կան, որ թեկուզ հայրս կամ իր պարտականությունները չի կարողանում վստահել, որովհետև գիտի, որ այն ամեն ինչը որ ինքը անում է, իր համար շատ դժվար կլինի վստահել, որովհետև էլի գործ ունի երեխաների հետ, ուղիղ կապ կա երեխաների առողջ սննդի, առողջության հետ եւ այլն։ Նույնն էլ ինձ մոտ է, ես մի հատ գործ կա, որ շատ հանգիստ կարող եմ, չգիտեմ, ունենալ աշխատակից երիտասարդ աղջիկ, որը որ կկարողանա պատասխանել զանգերին եւ յուրաքանչյուր ծնողի հետ խոսել եւ պատմել ճամբարի մասին։ Սակայն ես վստահ եմ, որ այստեղ իմ ֆակտորը շատ մեծ է, գուցե, չգիտեմ, ես էլ եմ վախենում այդ գործը փոխանցել ուրիշին, բայց ես համոզված եմ, որ իմ էմոցիաները, սերը եւ սրտացավությունը դիմացինը զգում է։ Որովհետև այնպես ինչպես ես կարող եմ ներկայացնել լինելով մայր եւ մեծացած լինելով այդ միջավայրում եւ վստահ խոսելով եւ չնայած ցանկացած մեր ճամբարում ջոկատավար, որ գալիս է մեր ճամբար, իրենք առաջի 2-3 անգամ գալուց հետո իրենք վերադառնում են հենց դրա համար, որտեղ իրենք տեսնում են այն ինչ ատմոսֆերա կա ճամբարում, ընտանիքի եւ սիրո։ Եվ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ծնող ինձանից դա զգում է։ Իմ սրտացավությունը եւ վստահությունը որպես ծնող ես կարողանում եմ փոխանցել ծնողներին, ովքեր վախենում են, մտահոգություն ունեն առաջի անգամ երեխային ճամբար ուղարկելու։ Այսօրվա ծնողները ավելի իրազեկված են ամեն դեպքում, շատ ավելի իրազեկված են ու կարծում եմ հաշվի առնելով այս ժամանակաշրջանի վտանգները, նաեւ պահանջկոտ են։ Ես կարծում եմ, որ այդ պահանջկոտությունը մեղադրական ես չեմ հնչեցնում, ես ինքս էլ, հա, երեխաներ ունենալով շատ հարցերին շատ ավելի այսպես խիստ եմ վերաբերվում, քան օրինակ միգուցե իմ ծնողները կվերաբերվեին տասնամյակներ առաջ։ Դու լինելով 5 երեխաների մայր, ենթադրենք, որ չկա հա ձեր ճամբար ընտրելիս հատկապես ինչի վրա ուշադրություն կդարձնեիր։ Երևի հենց այդ ատմոսֆերայի վրա, որտեղ ես կտեսնեմ, որ կա հենց այդ վերաբերմունքը երեխաների հանդեպ, Տես, յուրաքանչյուր մարդ, երբ որ ինչ-որ տեղ աշխատում է, հստակ գիտի իր պարտականությունները, հստակ գիտի իր աշխատանքի սահմանը, այսինքն այս ժամից այս ժամ աշխատանքը վերջանում է։ Եվ երբ որ դու զգում ես դա ճամբարում կամ մանկապարտեզում կամ դպրոցում, դա ինչ-որ մի տեսակ անտեսանելի պատ է լինում ծնողի եւ տվյալ հաստատության հանդեպ։ Եվ դա շատ կարեւոր է։ Ես կրկին անգամ շեշտեմ, որ յուրաքանչյուր մարդ, ով գալիս է մեզ մոտ, դառնում է ընտանիքի անդամ։ Եվ ինձ համար թերևս կարևորագույն փաստը հենց դա է, որ ես տեսնեմ, որ դիմացի կողմում կա այդ սերը, ընտանիքը եւ սրտացավությունը, այլ ոչ թե կատարված աշխատանքը, աշխատանքի սահմանները, աշխատանքի հստակ սահմանված պարտականությունները։ Եվ այստեղ գալիս է էլի ճամբարի ճիշտ ֆորմատի ընտրությունը։ Ես չեմ ուզենա
մրցակիցների մասին խոսել, բայց մի բան կշեշտեմ, որ շատ կարևոր է հենց սկզբում հարցրեցիր որտեղից է գալիս այդ ընտանեկան բիզնեսը։ Հենց այստեղ է որ դա կարևորվում է, որտեղ երբ որ դա ընտանեկան բիզնես է, տվյալ մշտական իր լոկացիայում եւ մշտապես այդ նույն մարդիկ են այդտեղ իրականացնում ճամբար, դա մնում է հենց ընտանիք եւ չեն լինում այդտեղ ոչ մի այլ խնդիրներ, բայց այսօր շատ լավ բիզնես է ճամբարը նրանց համար, ովքեր հավաքում են խումբ, տանում են ինչ-որ մի տեղ, որտեղ վարձակալում են, գումար են վճարում, տվյալ, չգիտեմ, ենթակառույցների համար, կոմունալ ծառայությունների համար, սնունդի համար, որը երրորդ կողմն է բերում եւ մատակարարում, իսկ իրենք վերջում բավականին կլոր գումար դնում են իրենց գրպանը եւ շարունակում են։ Էդ էլ ընդունելի տարբերակ է։ Սակայն ինձ համար այստեղ այս մյուս կողմը ավելի վստահություն կա։ Կան Հայաստանում ճամբարներ, որոնք նույն ֆորմատով են աշխատում, ինչ որ մենք։ Կներես այսօր նաև հենց դրա մասին եմ ցանկանում խոսել, էլի չթերագնահատելով, հա, ոչ մեկի գործունեությունը, բայց շատ նորաձև է դարձել գեղեցիկ կոնտենտ նկարելը, ինչ որ sense շատ լավ նկարահանված վիդեոներ տեղադրել եւ այլն, եւ երբ որ գնում ես, հա, այդ վայր, տեսնում ես մի հատ շատ փոքրիկ ինչ որ տարածքում տրամադրվում է X քանակի ծառայություններ, Y գումարի դիմաց, ամեն դեպքում այդ լավ նկարահանված կոնտենտը, գեղեցիկ կոնտենտը, ինչպես հայ ծնողը կարող է, ոչ միայն հայ ծնողը, իրական արժեքից, որն է հա այդ սահմանները, որ մարդիկ կարող են տարբերակել ինչն է ի վերջո կարևոր, ինչն է ոչ կարևոր։ Այո։ Ճիշտ ես նկատել, որ թերևս Instagram-ը եւ սոցիալական ցանցերը դրանք որքան էլ մեզ օգնում են, նույնքան էլ կարող են խաբել դիմացի կողմին, սակայն ելի վերադառնամ ճամբարի ֆորմատին, ես չեմ պատկերացնում փոքր տարածքում ճամբար, ես չեմ պատկերացնում 100-ից պակաս երեխաներով ճամբար, գուցե այդպես եմ սովորել, սակայն երբ որ երեխաները շատ են եւ տարբեր տարիքների բաժանված ջոկատները կան եւ յուրաքանչյուր ջոկատի հետ եւ տարիքային այդ սեգմենտի հետ կատարվում է առանձին աշխատանք, ընդհանուր այդ տեսարանը լինում է արդեն լիարժեք ինձ համար։ Եվ կան շատ կարևոր ֆակտորներ, որոնք որ մենք չենք երբևիցե խառնում, դրանք հենց ճիշտ տարիքների բաժանելն է, այսինքն երբևիցե խառը ջոկատներ չենք ունենում 8 տարեկանը 14 տարեկանի հետ սենյակում, երբևիցե 8 տարեկանը 14 տարեկանի հետ չի լինում։ Նմանատիպ բաները, որ ծնողներին դու արդեն բացատրում ես եւ ասում ես ինչու, հենց այդտեղից է գալիս վստահությունը։ Նույն Instagram-ը եւ ցանկացած սոցիալական հարթակ, որտեղ մենք ներկայացնում ենք ցանկացած տիպի կոնտենտ, մենք ջանում ենք, որ դա լինի իրականության, ինչքան էլ այսօր AI-ը օգտագործում ենք, տարբեր որպես հա գործիք, միևնույնն է մենք փորձում ենք այդ վիզուալ իմաստով ցուցադրել մերը։ Իսկ ինձ մի բան հետաքրքրեց, քո խոսքում կարծում եմ ռադիո լսողներին էլ կհետաքրքրի, եթե մի ընտանիքից գալիս են տարբեր տարիքային խմբի երեխաներ, այդ դեպքում ոնց է կարգավորում, կարծում եմ յուրաքանչյուր ծնող ցանկություն կհայտնի, որ մի սենյակում լինեն, հա, նույն 8 եւ 14 տարեկանը։ Այո, սակայն այդտեղ մենք արդեն գնում եք զիջումների, չեն գնում զիջումների, հիմնականում չեն գնում զիջումների, երբ որ այ հենց այդ նշածը տարբերությունն է տարիքային 8 եւ 14-ը, դա բացարձակապես չի կարող այդպես լինել եւ երբ որ ծնողներին բացատրում ես հասկանում են։ Երբ որ երեխաներն էլ տեսնում են, որ իրանք իրենց քույրիկ եղբայրների հետ նույն շենքում են, նույն հարկում են, ճիշտ է, տղաները առաջին հարկում են, աղջիկները երկրորդ, բայց երբ իրենք տեսնում են, որ իրենք իրար հետ են, ու ամբողջ օրվա ընթացքում իրար տեսնում են, իրար կողք, չգիտեմ, նստում են կողքի սեղանին, հասկանում են, որ այդ իմաստը չկա լինել մեծ քրոջ հետ, բնականաբար մեծ քույրը երբեք կամ եղբայրը երբեք չի զիջելու եւ չի գնալու փոքր երեխեքի հետ, որտեղ այդ երեխան եկել է ճամբար իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու, ինտեգրվելու։ Եվ ես կարծում եմ, որ ծնողները հենց դրան շատ պիտի ուշադրություն դարձնեն, որ մեծն ու փոքրը իրարից առանձին լինեն, որ փոքրը կարողանա ինքնուրույն ինտեգրվի։ Մեծ եղբայրը միշտ իր կողքին է, մենք էլ միշտ այդ երեխեքի կողքին ենք, բայց շատ կարևոր է այստեղ, երբ որ դու գիտես, որ քո եղբայրը քո հետ է, ցանկացած հարցի մեջ միջոցով է, այո։ Բնականաբար կոնֆլիկտներ, ամեն ինչ էլ լինում է, երեխաները իրար հետ զրուցում են, ցանկացած են, չգիտեմ, ինչ որ խաղի մասին խոսում են,
վիճում են, բանավիճում են, այդ ամեն ինչը լինում է։ Մենք միշտ բոլոր երեխաներին ասում ենք, որ առաջին հերթին մենք ենք այստեղ ձեզ համար եւ կարողացեք հարցերը, փորձեք հարցերը ինքնուրույն լուծել։ Այսինքն ոչ թե կռիվը կամ բանավեճը, այլ քո ունեցած կարիքը դու փորձիր ինքնուրույն գտնել ճանապարհը։ Մենք ունեինք երեխաներ Ամերիկայից, որ ոչ թե առաջին անգամ եկել էին Հայաստան եւ եկել էին ճամբար, այլ այդ մի տարվա մեջ, այդ մի սեզոնի մեջ ծնողը իրենց տարել էր տարբեր ճամբարներ, տարբեր ֆորմատի ճամբարներ։ Նպատակը իրականում նա չէր, որ երեխաները հանգստանան, այլ իրենք էլ ունեին իրենց ճամբարը ստեղծելու եւ ուզում էին այդպես ուսումնասիրեին եւ այստեղ կար մի խնդիր, փոքր երեխան, տղան շատ լավ ինտեգրվում էր, շատ ամեն ինչից գոհ էր եւ սնունդներ իրեն դուր գալիս, չնայած որ Ամերիկայից տարբերվում էր եւ ժամանցներ իրեն դուր գալիս, բայց քույրը միշտ իրեն պահում էր, ասում էր, չէ, լավ չի, դու միշտ բողոքի, դու մի ասա լավ է, մամային մի ասա որ լավ է։ Քույրը չէր կարողանում համակերպվել եւ փոխանակ փորձի գտնել ճանապարհը, որտեղ այս ինչը կամ ինչպես անեմ, այս ինչ բան, ինչպես գտնեմ լուծումը, նա նախընտրում էր միշտ բողոքի ճանապարհով գնալ։ Եվ այդտեղ հենց այդ թանկ 7 օրերը այդ երեխայի համար կորում էին։ Բախում, հա, երևի ներընտանեկան ավելի։ Այո։ Իսկ նշեցիր, որ Instagram-ը շատ մեծ դերակատարում ունի առհասարակ բոլոր ոլորտերում, բոլոր բիզնեսների համար, ոչ միայն Instagram-ը, այլ նաև սոցիալական ցանցերը։ Եթե նայենք ծնողների վարքագծի տեսանկյունից, Instagram-ն է ավելի որոշիչ, թե այլ ծնողների, օրինակ, խորհուրդները կամ փորձով կիսվելը, ինչին են ավելի շատ ուշադրություն դարձնում։ Բնականաբար մեզ առաջին հերթին գտնում են սոցցանցերում, նրանք ովքեր էլ որ ինչ որ մեկի խորհրդով փորձում են գտնել ճամբարը, միևնույնն է էլի գալիս են սոցհարթակի վրա։ Միանշանակ այլ կարծիքը, հարազատի կարծիքը եւ ունեցած փորձառությունը տվյալ անձի համար կլինի ավելի կարեւոր։ Բայց նաեւ սոցիալական ցանցերը կարող են համոզել հակառակում։ Երբ որ դու ազնիվ, անկեղծ եւ նաեւ գեղեցիկ փաթեթավորած ներկայացնում ես, բայց միևնույն ժամանակ այդ նույն սոցիալական հարթակում պիտի լինի տեղ եւ կա, որ կարծիքը բարձրաձայնվում է։ Եվ ես կարծում եմ, որ երբ որ գալիս են արդեն քո սոցիալական հարթակ, քանի դեռ չեն հասել ճամբար, դու պիտի կարողանաս հենց այդ նույն ատմոսֆերան փոխանցել։ Գոնե առաջին տպավորությունը պետքա ստեղծվի։ Այո, եւ ճիշտ ասած, այս վերջերս մի էքսպերիմենտ արեցի, տրենդային է Instagram-ում, որ ChatGPT-ին տալիս ես ու ինքը անալիզ է անում քո էջը։ ChatGPT-ն ասաց, որ մեր էջը վաճառող չի, ուղղակի սիրուն եւ էմոցիաներով լի էջ է, կարծում եմ իմ համար դա մի փոքր ավելի հաճելի պատասխան է, որովհետեւ ես չեմ կարծում, որ երեխաների վրա պիտի վաճառես, ոչ էլ ծնողների վրա պիտի վաճառես իրենց երեխաների համար նախատեսված ճամբարի ծառայությունները։ Ճամբարը պիտի լինի մի վայր, որտեղ ծնողը պիտի հանգիստ եւ համոզված լինի, որ իր երեխայի համար ստեղծվել է լավ, գեղեցիկ միջավայր, որտեղից ինքը տանելու է շատ լավ հիշողություններ։ Հենց հաջորդ հարցս իրականում վաճառքներին էր ուղղված, շատ բիզնեսներ եւ նաեւ ճամբարային բիզնես ասենք, ինչու ոչ, շեշտը դնում են, կենտրոնացումը դնում են հենց վաճառքների վրա։ Եվ այստեղ կորում է այդ community համայնքի ստեղծելու գաղափարը։ Ոնց է գուգարկում այդ ճամբարական ասվածը, հա, ես նույնիսկ հիշում եմ, որ ես չեմ գնացել ճամբար, ցավոք եմ ասում, բայց ես հիշում եմ, որ իմ ընկերների շրջանում մարդիկ կային, որ ասում են, այնքը մեր ճամբարից է, ու իրանք ինչ որ sense համայնքից ոնց որ լինեին լավ իմաստով, այդ ոգին, հա, այդ ճամբարականի ոգին ոնց է ստեղծվում եւ արդյոք բոլոր ճամբարներն են դա ապահովում։ Ես չգիտեմ այլ ճամբարներում ինչպես մեզ մոտ այդ շատ նկատելի է հենց ելնելով միայն նրանից, որ ճամբարը 58 թվականից գործում է։ Այն ժամանակվա երեխաները եւ թորները հիմա գալիս են ճամբար։
իմ սերնդեսերունդ փոխանցված իմ ճամբարական ընկերների երեխաները հիմա գալիս են ճամբար եւ ոչ թե ուսումնասիրում իմ երեխաները եւս գնում են ճամբար արդեն որերորդ տարին է այո ու միշտ մենք սիրով սպասում ենք այդ մենք եւ հիմա եւ իրենք ոչ թե առաջին հերթին փնտրում են Հայաստանում ճամբարներ որպեսզի տեսնեն որ նա լավ է այլ նախ առաջի հերթին տեսնում են գուգարք ճամբարը իրենց իմացած կա թե չկա շատ ուրախանում են որ դեռ մենք ենք եւ արդեն առանց մտածելու բերում են ինչ վերաբերում է community-ին դա շատ ազգացվում մեզ մոտ եւ շատ մեծ կապ ապահովում նախ չգիտեմ ինչպես արտահայտեմ շնորհակալությունս մեր ջոկատավարների հանդեպ իրենք էլի մեզ մոտ որպես երեխա, որպես ճամբարական եկած երեխեք են, սերունդ են, ովքեր եկել են, մեծացել են, դարձել են ջոկատավարի տարիքին եւ մենք պատրաստել ենք իրենց։ Իրենք էլ արդեն պատրաստված էին եւ դա իրենց նպատակն էր, որ գան ճամբարում լինեն ջոկատավար։ Մենք ունենք ջոկատավարներ, ովքեր Երևանում կամ իրենց մարզերում, քաղաքներում, որտեղ որ բնակվում են, ունեն շատ լավ աշխատանք, շատ լավ հաջողված մասնագետներ են, բայց իրենց հաշվին վերցնում են արձակուրդ, որպեսզի անպայման գան ճամբար եւ այդ ընթացքը անցկացնեն երեխաների հետ։ Ինչպես նաեւ երեխաները ստեղծում են իրենց համայնքները։ Մենք ունենք ջոկատ, որը որ հենց այդ նույն կազմով արդեն 4-րդ տարին պիտի գա նույն ժամանակահատվածում միասին գալիս են եւ իրենք ոչ միայն ուղակի ամառը գալիս է պայմանավորվում են գալիս են ոչ իրենք անընդհատ Երևանում հանդիպում են հավաքվում են ճամբարական միջոցառումներ են անում իմ ջալոց եթե կդիտեն իրանց ողջունում եմ եւ սպասում եմ որովհետեւ շատ լավն են շատ սիրուն երեխեք են շատ սիրուն սերունդ են եւ ես ուրախ եմ որ այտենց երեխեքը անընդհատ մեզ են ընտրում եւ իրենցից ոչ մի խոսենք մի հատ կարևոր բանի մասին կարծում եմ էլի շատ հետաքրքիր թեմա է օրինակ ինձ էլ է միշտ հետաքրում այսօրվա սերունդը շատ շուտ է ձանձրանում եւ վերջերս կարդում եմ մի հատ հետազոտության տվյալներ թե ինչպես են օրինակ կարճ վիդեոները այդ շորտսերը ռիլերը ինչքան վատ են անդրադառնում մարդկանց կենտրոնացման վրա երբ որ արդեն երեխաները նույնիսկ մի քիչ ավելի երկար տևողությամբ ֆիլմ մուլտֆիլմ այլ ցանկություն չունեն դիտելու, որտեղ իրենց համբերությունը ուղղակի չի բավականացնում 1 ժամ նստել հեռուստացույցի դիմաց եւ նայել օրինակ ֆիլմ։ Դա այդ կարճ վիդեոների եւ այլնի ազդեցությունը հեռախոսների տարբեր ճամբարում ես գիտեմ, որ հեռախոսները ընդհանրապես թույլատրված չի, եթե նույնիսկ թույլատրված է օրական 1 զանգ է կատարվում ծնողին օրվա վերջում, ոնց եք լցնում այդ բացը հեռախոսի, վատ իմաստով եմ ասում հեռախոսի, որովհետեւ բոլորս կարծում եմ բոլորս որպես ծնող գիտենք, հա, ինչքան դժվար է պայքարել, բայց նաև դա այն գործիքն է, որ չենք կարող արգելել։ Իսկ ճամբարում այդ մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ կտրվում են հեռախոսներից, ոնց է կանոն, որ չեն ձանձրանում։ Դա թերևս բարդագույն պահերից մեկն է, բայց ոչ բոլոր տարիքային սեգմենտների համար ավելի փոքր տարիքի երեխեքի համար է դա շատ դժվար, որովհետև իրենք այն տարիքում են, որ իրենց համար դպրոցից տուն եւ զբաղմունք։ Մեծերը կարողանում են ճիշտ ընկերությունը սկսել զբաղմունքը գտնել, չնայած որ մեր միջամտությունը շատ է։ Այդ երեխեքի համար ես շատ տխրում եմ, որովհետև իրանց ձեռքից այդ հեռախոս վերցնելը սարսափելի ստրես է։ Երեխեք կամ որ խնդիր չեն ունենում, հանձնում են, ժամին տալիս են, զանգում են, երեխեք էլ կան, որ դա իրանց ամենամեծ խնդիրն է դառնում, որ առանց հեռախոսի պիտի անցկացնեն։ Իսկ սկզբի օրերն է բարդ, թե սկզբի օրերը բարդ է, հետո հարմարվում են, թե առաջի օրը դժվար է երեխաների համար, որովհետև առաջին օրը, ինչպես միշտ ես ասում եմ, ամենաձանձրալին է երեխաների համար, որտեղ ինֆորմացիան եւ ծանոթությունը շատ հենց այդ օրն է կատարվում, որից հետո նոր սկսվում է արդեն զվարճանքը, չնայած մենք այդ ծանոթությունն էլ խաղի եւ զվարճանքի միջոցով են կատարում, բայց այդ օրը երեխեքը ձանձրանում են, իրանց թվում է որ գան ու միանգամից պետքա սկսվի ուրախությունը, բայց երբ որ չդնես ճիշտ սկիզբը չես կարողանա հավաքել բոլոր երեխաներին, իրենք պետք է առաջի հերթին դիսցիպլինայից սկսեն։ Եվ այո, այդ առաջի օրը երեխեքի ձեռքից վերցնել հեռախոսը
եւ ծնողներին ասել, որ ձեր երեխեքին էլ չեք կարողանալ զանգել, դա ամենադաժանն է։ Մեր աշխատասենյակում պահարաններ ունենք, որտեղ բոլորի հեռախոսները դրված է եւ երբ որ մենք այնտեղ աշխատում ենք զնգ դա կատաստրոֆա է։ Սիրելի ծնողներ, մի անհանգստացեք, մի զանգեք, երեկոյան ձեզ կզանգեն։ Եվ վերջին հարցս Լիլիթ, քո կարծիքով հաջողված բիզնեսը չափվում է թվերով, թե մարդկային հիշողություններով։ Ոյ, այդ թերևս պիտի պատասխանեմ թվերով, սակայն մերը այդ ոլորտը չի, որ ասեմ թվերով, որովհետև նախ առաջի հերթին մեր բիզնեսը սեզոնային է, եւ երկրորդ հերթին մենք գործ ունենք երեխաների հետ եւ մեզ համար կարեւոր է այն ինչ որ տանում են երեխաները եւ քանի երեխա է հետո վերադառնում մեզ մոտ որովհետև մենք իսկապես ստեղծում ենք էմոցիաներ, ստեղծում ենք հիշողություններ, ստեղծում ենք արժեքներ, որ հետո արդեն պիտի այդ երեխաները փոխանցեն իրենց երեխաներին, որովհետև շատ դժվար է 7 օրերի ընթացքում հասնել երեխայի այն մտածելակերպի այն կետին, որ դու պիտի համերաշխ լինես բնության հետ, դու պիտի ավելի մոտիկ լինես բնությանը, բնականին, բնական սնունդին, այդտեղ էլի ծնողները շատ են իրենց անհանգստությամբ խանգարում։ Այն ինչ որ մենք ուզում ենք տանք եւ հետո հետ ստանանք թվերով երեխաների քանակի եւ վերադարձող երեխաների իմաստով եւ հիշողությունների իմաստով, այդտեղ շատ կարեւոր է որ ծնողներն էլ մեզ հետ համակարծիք լինեն, որ ոչինչ որ իր երեխան մի քանի օր այն իր սովորած ուտեստները չուտի, քաղցրեղենը չուտի, ավելի լավ, չգիտեմ, գուցե այդ օր այդ երեխան այնքան է վազվզել, հոգնել եւ չի մտել երեկոյան դուշ, տենց էլ է լինում։ Մենք ճիշտ է բոլորին պահանջում ենք, պարտադրում ենք, բայց պետք չի այդ ամեն ինչից կարճել, որովհետև այդ երեխան այնքան լավ անցկացրել իր օրը, որ էլ հավես չի ունեցել, որովհետև իր համար այդ մի օրը հիշողությունները ավելի պիտի կարևոր դառնա, քան նմանատիպ շատ ծնողների համար թերևս ամենակարևոր, բայց հավատացեք սիրելի ծնողներ, որ դա չի կարևորը։ Եվ այդ ատմոսֆերան ու այդ ամեն ինչը որ մենք այն ինչ որ մենք պատրաստ ենք տալու կարևորը որ ձեր երեխաները կարողանան դա վերցնել որպեսզի հետո մեր համար դա եւ թվերով երևա եւ ձեր հիշողություններով այո այսօր մենք խոսեցինք ոչ միայն ճամբարի մասին այլ նաեւ մարդկանց վստահության հիշողությունների մարդկային փորձառությունների եւ էմոցիաների ու կապերի մասին քանի որ ես կարծում եմ որ ամենաուժեղ բրենդները հաճախ ստեղծվում են այնտեղ որտեղ մարդիկ իրենց պարզապես հաճախորդ չեն զգում եւ շնորհակալություն Լիլիթին այս հետաքրքիր զրույցի համար, ջերմ զրույցի համար, սա Mix Marketing-ներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։